Մերձավոր արևելքում ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին թրիփն ըստ մասնագետների կորցրել է իր արդիականությունը։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է Ստրասբուրգում օրեր առաջ հայտարարել, որ պատերազմով պայմանավորված Միացյալ Նահանգների առաջնահերթությունները փոփոխվել են։ Չենք խոսում դրա մասին, թրիփը միֆ է, հիմա ցնդել է, ինքն էլ ընդունեց, որ չկա այդպեսի բան։ Եթե Ադրբեջանը չի կրակում, եթե ընդդիմության նկատմամբ Հայաստանում բռնաճնշումները շարունակվում են, տրամաբանական հարց է առաջանում։ Խաղաղության թեզը, որի վրա կառուցել է այդ անձնավորությունը իր ամբողջ նարատիվը, հոտս է ցնդում։ Փորձագետների գնահատմամբ հենց այս հանգամանքն է ցույց տալիս, որ թրիփ նախաձեռնության շուրջ ներկայացվող միջազգային հետաքրքրվածությունը հաճախ չափազանցված է։ Իրականում նախագծի շուրջ առավել ակտիվ դիրքավորում ունեն հենց տարածաշրջանային որոշ երկրներ։ Այստեղ իհարկե շահառուները որպես, այսպես ասած, երրորդ կողմ կարող են շատ լինել, ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ես ամենևին չեմ բացառում, որ Թրամփի ուղին նահանգները նաեւ սակարկության կամ քննարկումների կամ համաձայնությունների առարկա դարձնի ընդհանուր Ռուսաստանի հետ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ եթե անգամ այս պահին նախագիծը որոշ չափով արդիականություն ունի, ապա եթե Միացյալ Նահանգներն Իրանում հասնի իր նպատակին եւ իշխանափոխություն անի, նախագիծն այլևս արդիական չի լինի նահանգների համար։ Եթե պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի Ամերիկայի Միացյալ Նահանգների խամաճիկ իշխանություն, ապա թրիփը կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ պատկերավոր ասած Իրանի ամբողջ տարածքը կվերածվի թրիփի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին եւ Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար, ընդ որում արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Իսկ որ երկրներին է հետաքրքրում թրիփը, ըստ փորձագետի առավել շահագրգռված կողմերից են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք երկար ժամանակ փորձում են առաջ մղել իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային եւ տնտեսական նախագծերը։ Այդ նախաձեռնությունները Բաքվի եւ Անկարայի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունեն, քանի որ կարող են ուժեղացնել նրանց դիրքերը տարածաշրջանում եւ վերահսկողությունը հաղորդակցությունների նկատմամբ։ Կան նույնական մոտեցումներ Բաքվի եւ Անկարայի համար։ Այդուհանդերձ ես համոզված չեմ, որ բացարձակապես նույն պատկերացումներն են երկու կողմում ամբողջությամբ։ Ես կարծեմ այդուամենայնիվ Թուրքիան ունի հավակնությունների որոշակի իր ավելի լայն շրջանակը, այդ թվում է ճանապարհի աշխարհաքաղաքական նշանակության եւ ռազմավարական նշանակության իմաստով, Ադրբեջանն ունի իրենը։ Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում թրիփ նախագծի շուրջ բարձրացված աղմուկը շատերի կարծիքով ավելի շատ քաղաքական հայտարարությունների մակարդակում է մնում, մինչդեռ գործնական շահագրգռվածությունն առավել տեսանելի է միայն որոշ տարածաշրջանային դերակատարների դեպքում։ Միացյալ Նահանգներն այս պարագայում հապաղում է այդ երկիրն ավելի օրհասական հարցեր ունի կարգավորելու։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։